Վերջը նրանց է, որ Նիկոլ Փաշինյանին մոտեցել եմ, որպես Հայաստանի քաղաքացի, ասում եմ, որ ես Արցախի շարժումը փակող չեմ, որովհետեւ գործը շարունակողն եմ լինելու։ Դուք որպես Ալիևի ու Էրդողանի կամակատար կարող եք փակել Արցախի հարցը, կարող եք անկախության հռչակագիրը հանել սահմանադրության միջից, բայց հայ ժողովուրդը դրա հետ համաձայն չէ։ Դուք հայ ժողովրդի կարծիքը հաշվի առաք, որ գնացիք եւ Արցախը ճանաչեցիք։ Հենց այդ թեմայից սկսվեց լարվածությունը։ Ասում է, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հունիսի 7-ին ժողովուրդը կպատասխանի այդ հարցին։ Հիմա հուսամ, հունիսի 7-ին ժողովուրդը միահամուռ կգնա եւ Նիկոլ չի քվեարկի, որովհետեւ քվեարկել Նիկոլ Փաշինյանին նշանակում է վաղը մյուս օրը ապրել ադրբեջանցիների հետ։ Արդյոք դուք հարգելի լրագրող պատրաստ եք ապրել ադրբեջանցիների հետ։ Ալիևն է հայտարարում, Մայրիկ ջան, ես չեմ ասում։ Ալիևը ասում է Արևմտյան Ադրբեջան։ Ինչն է ամոթ, ինչն է ամոթ։ Բայց դուք տեսել եք Ալիևը ինչ հայտարարել է, սիրելի գործընկերներ, այսքան ժամանակ կատարվել է, ճիշտ եմ։ Ես եմ Նիկոլ Փաշինյանին մոտեցել էի, ուզում էի այդ հարցը տալ, թե այսպես որ 2018-ից խաբելով եկաք իշխանության, 3 անգամ պատերազմ բերեցիք մեր երկրի գլխին, հիմա նորից ուզում եք վարչապետ ընտրվել, անընդհատ սպառնալով ժողովրդին պատերազմով։ Ոչ, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, դա նշանակում է, որ մենք նորից տարածքային կորուստ ենք ունենալու, նորից Ադրբեջանը հարձակվելու է, որովհետև մենք չենք կարողանալու վճարել 150 միլիարդը, որը Ադրբեջանը պահանջում է մեզանից, հարձակվելու է Սյունիքը վերցնի։ Այդ ժամանակ էլ Նիկոլը կասի, կներեք ժողովուրդ ջան, չենք կարող, որպեսզի չզոհենք ձեր երեխաներին, պիտի հանձնենք, ինչպես հանձնեցին Քարվաճառը ու մնացած հարակից տարածքները, հետո Ստեփանակերտը, հետո Շուշին ու այդպես շարունակ։